Մի քանի ամսից Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Անկասկած է, որ ընտրապայքարին կմասնակցեն բազմաթիվ քաղաքական ուժեր։ Կներկայացվեն ծրագրեր, խոստումներ, կարգախոսներ, սակայն քաղաքական իրողությունը շատ ավելի պարզ է, քան նախընտրական աղմուկը։ Այս ընտրություններում կան երկու կենտրոնական թեկնածուներ, որոնց պարագայում լիովին կանխատեսելի է պետության ռազմավարական ուղղությունը։ Խոսքը պարզապես անձերի մասին չէ, այլ պետության սուբյեկտայնության մոդելի մասին։ Քաղաքագիտության մեջ վաղուց ձևակերպված է պարզ սկզբունք. փոքր պետությունները գոյատևում են ոչ թե հայտարարություններով, այլ բանակցային կշռով։ Եթե քաղաքական ղեկավարությունը չունի ուժային կենտրոնների հետ հավասար խոսելու կարողություն եւ ունակություն, պետությունը աստիճանաբար դառնում է օբյեկտ, այլոց որոշումների կատարման հարթակ։ Առաջին մոդելը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծն է։ Նրա կառավարման տարիներին արդեն ձևավորվել են կանխատեսելի պատկերներ՝ ռազմական պարտություն, բանակցային դիրքերի թուլացում, արտաքին ճնշումների պայմաններում զիջումների տրամաբանություն։ Այս մոդելի շարունակությունը ենթադրում է սահմանափակ սուբյեկտայնություն, երբ պետությունը ձևականորեն գոյություն ունի, բայց ռազմավարական որոշումների էությունը ձևավորվում է արտաքին ուժային կենտրոններում։ Այս մոդելի շարունակության պարագայում մեզ համար կարևոր որոշումները կայացվելու են Բաքվում եւ Անկարայում։ Երկրորդ մոդելը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական փորձի շուրջ ձևավորված ուղղությունն է։ Նրա կառավարման տարիները նույնպես ունեցել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ քննադատվող էջեր, սակայն նույն ժամանակահատվածում Հայաստանը պահպանել է բանակցային կշիռ եւ ուժային հաշվարկների մեջ ընկալվել է որպես գործոն, ոչ թե գործիք կամ միջանցք։ Քոչարյանի քաղաքական կենսագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ճնշումների պայմաններում հնարավոր է կառուցել ուժային հավասարակշռություն, հնարավոր է իրականացնել նախագծեր, որոնք աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի տեսանկյունից պետք է որ գոյություն չունենային։ Սա արժեքային կամ էմոցիոնալ ընտրություն չէ, սա ռեալիստական ընտրություն է։ Կենցաղային պարզ օրինակը, որը հաճախ ավելի հստակ է, քան տեսական վերլուծությունը, շատ բան է բացատրում։ Երբ տղամարդը աշխարհի խնդիրները տղամարդկային լուծումներ են պահանջում, դրա համար ենք տղամարդու օրինակ բերել։ Բախվում է խնդիրների, որը իր ուժերից վեր է, նա դիմում է ոչ թե այն մեկին, ով պարզապես թաղի կամ քաղաքի մեծերի համար սեմուշկի գնացող է, կարծում եմ հայտնի տերմին է, այլ մարդուն, ով մեծերի հետ հավասար նստում եւ ելնում է, խոսում նույն մակարդակով։ Առաջինի հետ կարելի է հետաքրքիր զրուցել, անգամ կատակներ անել, բայց խնդրի լուծումը ակնկալվում է երկրորդից։ Տարածաշրջանային իմաստով այսօր Հայաստանի առաջ կանգնած հարցն էլ նույնն է։ Պետություն ունենալու է ղեկավար, ով ուժային կենտրոնների հետ խոսալու շնորհք ունի եւ ձև գիտի, թե ղեկավար, որի քաղաքական դերակատարումը սահմանափակվելու է արտաքին օրակարգերի սպասարկմամբ։ Հունիսի 7-ին ընտրությունը լինելու է պարզ, Հայաստանը լինելու է սուբյեկտ, թե օբյեկտ, ունենալու է ղեկավար, ով մեծերի հետ նստում ելնում է հավասարի պես, թե մեկին, ով նրանց համար սեմուշկա բերողի դեր է տանում։ Պատմությունը չի սիրում թույլերին, մեր տարածաշրջանը առավել եւս։ Այս պարզ օրինակը վերել ենք նրա համար, որ մարդիկ հասկանան, ամեն մեկը իր մաշկի վրա զգալ, թե փողոցում, թե ընդհանրապես ցանկացած ոլորտում, երբ որևէ խնդիր ես ունենում, որը քո ուժերից վեր է դրա լուծման հասնելը, դու դիմում ես այդ ոլորտում կամ որտեղ որ ունես խնդրեմ, քեզնից ավելի հեղինակավոր կամ ազդեցություն ունեցող մարդու օգնության։ Հաստատ չես դիմում այդ ոլորտում հեղինակազրկված մեկին, որովհետև այդ դեպքում դու քո խնդիրը չես լուծում։ Դու ուղղակի անցնում ես իր շարքերը եւ արձանագրվում է քո նոր կարգավիճակը, նոր ստատուս քվոն։ Այնպես որ այո, իհարկե կարելի է շատ օբյեկտիվ քննադատություն եւ դժգոհություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից եւ դրանց պատճառներն էլ կարելի է բացատրել, պետք է նաեւ, չգիտեմ, այնպիսի մոտեցում լինի, որ իդեալական չի եղել այդ իշխանության տարիները եւ չի կարելի սպասել, որ առանց քննադատության, առանց հանրային ճնշման իդեալական է լինելու, բայց պիտի հասկանալ, որ այս ուղղությամբ պիտի ընտրություն անել, ով կարող է որ ուղղությամբ տանել Հայաստանը։ Իհարկե կան այնտեղ այլ թեկնածուներ, գուցե մարդիկ արժանավոր են, բայց 2018 թվականը ցույց է տվել կամ մարդկանց մեջ վախ է մտցրել չփորձված բան փորձելու իմաստով, այս տեսանկյունից էլ կարծում կան նոր հայտ ներկայացած քաղաքական ուժեր, որոնք դեռ
քաղաքական դաշտում պիտի ցույց տան իրենց դիրքը, գուցե նաև ցույց տան, որ ավելի արժանի են, դա էլ ժամանակը ցույց կտա։